Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Տոներն արժե զրկվեցին, դժվարությամբ ենք շնորհավորանքի խոսքեր հղում։ Աշխարհում ամեն օր բան է փոխվում, իսկ մենք դեռ հույս ենք կապում թղթերի հետ, ոգևորվում լուսանկարից, ջերմ հայացքից ու ամեն ինչ կորցնելով երազում խաղաղության մասին, որը հորիզոնի նման է, թվում է, թե ձեռքով դիպչել կկարողանաս, բայց հեռանալու է, երբ մեկնես ձեռքդ։ Շահում են գետնի վրա ուժեղները, հնարավորություններն օգտագործել է պետք կամ պետք էր օգտագործել։ Թրամփի շոյող ձեռքը, սրտիկի մեջ կործանվող Հայաստանը, եկեղեցու դեմ իշխանությունների պայքարի այս հանգրվանը եւ ընտրություններ, որ ունեն մյուսներից շատ տարբեր տրամադրություն։ Փաստերն ու իրավիճակը պրոֆակտում քննարկում ենք Ազատ Ադամյանի հետ։ Ազատ Ադամյան, քաղաքագետ, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն եւ ազգային անվտանգություն բաժինը, պաշտպանել մագիստրոսական թեզ Հայոց ազգային գաղափարախոսությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում թեմայով, 5 մասնագիտական հոդվածի հեղինակ, մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը, հատուկ ծառայությունների գործունեություն։ Բարի երեկո Ազատ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Բարև, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ազատ, ըստ էության մենք Միացյալ Նահանգների հետ այսպես ջերմ հայացքների փոխանակում, լուսանկարներ Թրամփի հետ, սրա մասին դուք խոսում եք շատ վաղուց, իհարկե աշխարհակարգի նոր աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտության այս համատեքստում, բայց ըստ էության կանխատեսել եք նաև այսպիսի հանդիպումները, լուսանկարներ ունենալու հնարավորությունը, ինչ որ մի շոյող հայացք եւ քո երկրի ինչ որ մի մասն այլևս քոնը չէ։ Այո։ Ամեն բան տրամաբանական է եւ օրինաչափ է։ Այդ Make America Great Again-ի այդ MAGA-ի համատեքստում է ամեն ինչ տեղի ունենում, որի նպատակը այն է, որ Թրամփը պետք է փորձի, դա 3 փուլեր էինք, չէ՞, ասել, առաջի փուլում կփորձի փափուկ ուժով, երկրորդ փուլում եւ ուժ կցուցադրի եւ փափուկ ուժը գործի կդնի եւ այդ վերջին երրորդ փուլում արդեն լրիվ կգնա ուժային մեթոդներով։ Հիմա երկրորդ փուլը որպես այդպեսին մոտենում է ավարտին, այսօր որ տեսնենք արդեն Մերձավոր Արևելքում իրենց ամենամեծ ռազմանավը Լինքոլնը արդեն մոտենում է Պարսից ծոց Իրանի սահմաններին եւ ամբողջ այդ արմադան մոտեցվում է Մերձավոր Արևելքում, որը ինչի մասին է, որը պատրաստություն է շատ մեծ բախման, բայց կրկին էլի փորձելու են թիրախային որևէ գործողություն անել, ոնց որ արեցին նախորդ տարի հունիս ամսվա 12-օրյա պատերազմը, բայց ցանկացած վերահսկելի սահմանափակ գործողություն կարող է դառնալ ծավալուն անսահմանափակ գործողության, այսինքն այդ վերահսկելի պատերազմը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դառնալ մեծ պատերազմ։ Հիմա այս համատեքստում է, տեսեք, այդ որ ասում ենք փուլերով, առաջին փուլ, երկրորդ փուլ, երրորդ փուլ, դե սկզբից Թրամփը բարի այդ ինչպես էինք ասում, Նոբելյար մրցանակ հավակնողի դեմքով էր եկել, հիմա արդեն դեմքը մի քիչ փոխել է, արդեն մի քիչ Հիտլերի այդ բեղերն ավելացրել իր գործողությունների մեջ, բայց վերջին երրորդ փուլում լրիվ հիտլերյան բեղերով նեոնացիստական, ֆաշիստական մոտեցումներ է ունենալու։ Հենց այդ ամենի նաև առհավատ էր Վենեսուելայում այդ կտրուկ գործողությունը, որը տեսեք սա միայն տեղային լոկալ գործողություն չէր, աշխարհում տեսեք ինքը ինչ բերեց, ինքը այլևս բոլոր ուժային կենտրոններին, նոր բարձրացող ուժային կենտրոններին թույլ է տալի օգտագործել իր ուժը, այսինքն դա Պանդորայի արկղ էր։ Հիմա դիցուք, եթե Չինաստանը հնարավորություն ունենա Թայվանի ղեկավարին գողանալու, ինքը այդ հնարավորությունն է տվել։ Սա այս բազմաբևեռ աշխարհի կայանալուց առաջ աշխարհը մի հատ աննորմալ քաոտիկ շրջանով է անցնում եւ մենք մոտենում ենք այդ մեծ քաոսին։ Այսինքն մենք դեռ քաոսի մեջ չենք, մոտենում ենք։ Դեռ այդ երրորդ փուլը, այո, որ ասենք բոլորը սկսելու են բաց խաղալ։ Հիմա տեսեք, նախորդ տարի մինչ նախորդ տարվա վերջ արդեն պրոքսիներն է, չէ, հիմնականը կոնկրետ Չինաստանը հրապարակային Իրանին աջակցություն չէր հայտնում կամ Իրանը բաց Սիբիրում չէր կարողանում հրթիռ փորձարկել։ Արդեն այդ պրոքսիների փուլը ավարտվել է, կոնկրետ պետություններն իրենց դեմքով
աջակցություն են հայտնում։ Այսօր Չինաստանը բաց աջակցություն է հայտնում Իրանին, Ամերիկան բաց աջակցություն է հայտնում իր դաշնակիցներին։ Այսինքն մոտենում ենք այդ երրորդ քաոտիկ փուլին։ Այստեղ փաստորեն վտանգը դեռ պահպանվում է, հա, Իրանի հետ կապված վտանգը մեծանում ավելի է մեծացել, տեսեք։ Այսինքն հավանականությունը մեծ է։ 12-օրյա պատերազմից հետո էլի եղան մեծ պատրաստության մասին լուրեր եղավ, չէ՞, Մերձավոր Արևելքում ռադարը անջատվեց բան, բայց այդ խոսակցությունները միանգամից դադարեցին եւ լռություն մեծ հաշվով տիրեց։ Այդ լռությունը նրա մասին էր, որ պատրաստում են այլ մեթոդով իշխանափոխություն անեն Իրանում, այն է գունավոր հեղափոխության։ Չստացվեց փողոցայինը։ Հիմա մնացել է մի դեպք, թիրախային հարվածներ, երևի թե փորձեն հոգևոր եւ ռազմական էլիտային պահապանների կորպուսին եւ հոգևոր առաջնորդին վերացնել, եթե դա չստացվի, արդեն գնալու են լայնածավալ պատերազմի։ Ըստ էության օրերի հարց է։ Ոչ, չէ, այդպիսի կտրուկ բաներ չի կարելի ասել, կարող է օրեր տևել, օրեր հետո լինի այդ ամենը, կարող է այդ ամեն ինչը ամիսներ տևել։ Նաեւ ամիսներ։ Պատրաստություն է եւ աշխարհակահական իրավիճակային փոփոխություն կարող է լինել, որտեղ աշխարհն այդ երկու պետությամբ չի սահմանափակում, չգիտենք այլտեղ ինչ կրիզիս կար, այլ մարդկային գործոնը պետք է հաշվի առնել։ Այո, շատ լավ, Ազատ, մենք ըստ էության հիմա տեսնում ենք Արարատ Միրզոյանը այսպես թափահարում է խաղաղության պայմանագիրը, մենք տեսանք այդ խաղաղության Թրամփի հրավերով մեկնած Փաշինյանին, որին շոյում էր այդ լուսանկարները վստահաբար նաև նախընտրական այս շրջանում պիտի օգտագործի։ Ըստ էության ինչ կատարվեց Վաշինգտոնում եւ ինչպես եղավ, որ այդ լուսանկարները այսքան տարածվում են, բայց ըստ էության Թրիփի հետ կապված հանդիպումը եւ քննարկումը Թրամփը Ալիևի հետ էր անում։ Ուրեմն արևմտյան քաղաքագիտության մեջ, այդ քաղաքագիտության ուսումնասիրության մեջ հետաքրքիր տերմին կա կրատոլոգիա, իշխանագիտություն, ինքը ուսումնասիրում է տվյալ իշխանությունների նպատակը։ Այսինքն այս համատեքստում պետք է մենք նայենք, թե ինչ նպատակով է մեր իշխանության, ներկայիս իշխանության գործունեության նպատակը որն է։ Ուրեմն մինչ նոյեմբերի 9-ը, այո, այն դասական մոտեցումն է, ում շատերի մոտ շատ մտածողներ, շատ մասնագետներ ասում են, որ եղել է գունավոր հեղափոխություն Հայաստանում այն պատճառով, որպեսզի տարածաշրջանից հանի Ռուսաստանին։ Այսինքն այս ամեն ինչը արվել է Մոսկվայի դեմ, մասամբ Թեհրանի դեմ, բայց նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը փոխվել։ Եկել է Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգ իր ֆիզիկական անվտանգության հարցը, որն այս պահին ապահովում է իր իշխանության լինելը։ Այսինքն իրենք այդ առաջարկներն ընդունում են այն համատեքստում, որը կերկարացնի իրենց իշխանությունը։ Այստեղ սահմանազատման, սահմանների պաշտպանության, տնտեսության կամ գաղափարական որևէ այլ խնդիր չկա։ Այստեղ կա հիմնական օրակարգ, որն է պահպանել իրենց ֆիզիկական անվտանգությունը։ Այս ամենը այս համատեքստում պետք է բանի։ Իհարկե, իրենք ուրախությամբ են այդ նկարներն արվում, քանի որ հասկանում են, որ այդ նկարները կամ այդ Թրամփի երաշխավորությամբ երկարեց իրենց կյանքը։ Ինչպես երկարեց, այսինքն ընտրություններին հաջողություն կունենա, կարելի է ասել։ Իշխանություն են երկարացնում։ Այո, այսինքն Թրամփն ասում է, արնում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը պահպանում է ձեր իշխանության լինելը։ Անում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը կերաշխավորի, որ դուք ընտրություններում կվերընտրվեք։ Շատ լավ, Ազատ, ընտրություններն ընդամենը մի քանի ամսից են, ամենատարբեր արդեն նախընտրական շրջանը կարելի ասել մեկնարկել է, փաստորեն իշխանությունները ընտրությունների են գնում ունենալով նույն խնդիրը՝ պահպանել իշխանությունը, ֆիզիկական անվտանգությունը պահպանելու համար։ Սա է իրենց այդ սրտիկի մեջից երևացող տեսլականը։ Միմիայն իրենց համար, իշխանության համար միմիայն, իշխանության առածքային ֆիգուրների համար հիմնական խնդիրը իշխանության պահպանելն է, որը երաշխավորում է իրենց ֆիզիկական անվտանգությունը։ X պահի իրենց ֆիզիկական անվտանգության երաշխավորությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետության հայոց պետականության չգոյությունը։ Իրենք այդ օրակարգով են շարժվում։ Հիմա հետ կան ընտրություններին։ Հայաստանը այն պետությունը չէ, որի ներքաղաքականը, որի արտաքին քաղաքականությունն ազդի այլ երկրների
ներքաղաքականի վրա, այլ Հայաստան այն պետությունն է, որ մեծ պետությունների արտաքին քաղաքականությունը ազդելու է Հայաստանի ներքաղաքականի վրա, ինչի համար այս ամեն ինչն ասացի։ Ուրեմն ինչով է պայմանավորված Հայաստանում կլինեն ընտրություններ, կլինի հերթական թե արտահերթ ընտրություն, սա պայմանավորված է ամերիկյան կամ հավաքական արևմուտքի արտաքին քաղաքականությունը Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Այս համատեքստում կարող է լինել Հայաստանում արտահերթ կամ հերթական ընտրություն։ Մենք չգիտենք Իրանում ինչ գործողություն է լինելու։ Հիմա կարող են այդ ռազմական ստրատեգները հավաքական արևմուտքի կարող են հաշվել, որ չի կարող թիրախային հարվածով Իրանի հարցը լուծվել, այդ նպատակով իրանք կարող է գնան լայնածավալ պատերազմի ամիսներ հետո, չգիտենք, կամ կես տարի հետո, կամ 2 ամիս հետո, դա հստակ չի, թե այդ նախապատրաստական փուլերից կախված եւ աշխարհակաղակական իրավիճակից։ Հիմա եթե գնալու են լայնածավալ պատերազմի, բարձը իրենց պրոքսիներին, իրենց հպատակ իշխանությունների մոտ, իրանք ամրացնելու են իշխանությունը։ Ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում Նիկոլ Փաշինյանն էլ է դրա մասին մտածում, որ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում իր իշխանությունը վտանգ է սպառնում։ Դրա համար հնարավոր է գնա արտահերթ ընտրության, որպեսզի այդ դեռ մնում է։ Իհարկե, արտահերթը դեռ օրակարգային է, պայմանավորված աշխարհակաղակական իրողություններով։ Այսինքն, բայց արդեն ընդամենը մի քանի ամիս է մնացել եւ սա կապ չունի, սա չէ, սա կապ մենք այդ պետությունը չենք։ Մենք ինքնուրույն որոշելու հնարավորություն աշխարհակաղակական իրողությունները կարող է ընտրություններից, հերթական ընտրություններից նշանակված 20 օրից շուտ ընտրություն կայացնեն։ Դրդմամբ, ճնշմամբ կարող են ընտրություններ լինել։ Շատ լավ, ամեն դեպքում այս պահին գնում են կարծես հերթականի, տրամաբանությունը շատ հստակ է, իշխանական քարոզությունը։ Չէ, կարող ենք մի բան ֆիքսել, նույնիսկ արտահերթի ժամանակ արդեն դաշտը պարզ է։ Այո, դաշտը արդեն պարզ է, որովհետև այդտեղ չի կարող 1 տարի չի, մի քանի ամիս է, այս կողմ այն կողմ։ Մեծ առումով արդեն դաշտը պարզ է։ Այո, այստեղ շատ հստակ իշխանությունը կարծես նույնիսկ իր լոզունգները եւ այլն արդեն ամեն ինչ պատրաստ է կամ դրանց վրա սկսում են աշխատել, արդեն նույնիսկ Արսեն Թորոսյանը սկսում է երգել, ամեն ինչ այստեղ պարզ է։ Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Ուրեմն հետ վերադառնանք էլի Նիկոլի կամ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության առանցքային ֆիգուրների հիմնական օրակարգին։ Իրենց համար թիվ 1 խնդիրը իշխանության պահելն է, որ երաշխավորում է իրենց ֆիզիկական անվտանգությունը, այսինքն իրենց համար հիմնական նպատակ է ֆորս մաժորային իրավիճակում, որը բացառված չէ տարածաշրջանային իրողություններով պայմանավորված, այդ ֆորս մաժորային իրավիճակում իրենց իշխանությանը սպառնալիք չլինի, այսինքն ճգնաժամային մենեջեր չլինի իրենց այլընտրանքը դաշտում։ Դա այս պահին, այսինքն թիվ 1 ընդդիմադիրը Հայաստանում, որը կարող է իրենց իշխանությանը վտանգ սպառնել, դա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչու՞։ Որովհետև ինքը ֆորս մաժորային մենեջեր է եւ ինքը անցյալ ունի։ Ինքը անցյալում ապացուցել է, որ ես ֆորս մաժորի ժամանակ կարողանում եմ ղեկ վերցնել եւ հավուր պատշաճի կառավարել։ Հիմա սա այս կողմից, բայց Նիկոլի համար սա սարսափելի, Նիկոլ Փաշինյանի համար սա սարսափելի իրականություն է։ Այդ սարսափելի իրականությունը ինքը պետք է ամեն կերպ չեզոքացնի։ Իսկ կարող է չեզոքացնել նոր ընդդիմադիր աճեցնելով, անուղղակի կամ ուղղակի։ Այսինքն տեղեր փոխի։ Ֆորմալ ընդդիմադիրի թիվ 1 ընդդիմադիրի տեղը փոխարինի թիվ 2-ով։ Այո։ Որպեսզի ճգնաժամային պայմաններում իր այդ կողմից սպառնալիք չլինի դեպի իրեն։ Շատ լավ, այս դեպքում ինչպես կարող է իշխանությունը սա իրագործել։ Ասենք այս պահին արդեն ակնհայտ է եւ բավական շատ են նաև այսպես խոսակցությունները, շատ հստակ ծրագիր է ներկայացնում մեր ձևով շարժումը։ Շուտով նշեցին, որ փետրվարի 12-ին նաև վարչապետի թեկնածուի անունը կտան։ Կարելի ասել, որ այս դեպքում ինչ-որ ազդեցություն կարող են ունենալ այս շարժման վրա։ Իհարկե։ Իհարկե, անուղղակի կարող են այս շարժման վրա։ Անուղղակի, այսինքն ոչ թե իրենք ինչ-որ։ Որովհետև մեծ առումով իրենց համար ավելի կանխատեսելի է մեր ձևով շարժումը։ Քան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Բայց այս դեպքում թիմից մենք առանձնացնում ենք նախագահին։ Այսինքն ոչ թե այն թիմը, որով որ նախորդ անգամ էր մասնակցել կամ հիմա։ Չէ, մի կարևոր բան, նախագահ Քոչարյանն ինքը առանձին խաղացող է, թիմային խաղացող չէ։ Դրանով պայմանավորված էր, այնտեղ թիմը, այնտեղ ինքը առանձին է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, Ազատ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, ես հասկանում եմ, որ հիմա քանի որ աշխարհը ամբողջ քաոտիկ այս շրջանն ենք մուտք գործում, ֆորս մաժորային իրավիճակները այլևս անխուսափելի են, այստեղ շատ կարևոր է, որպեսզի չլինի այնպիսի մենեջեր, ով այդ իրավիճակներում կկարողանա պահել Հայաստանի շահը, այլ ժողովուրդ մոբիլիզացնել։ Ուրեմն խնդիրն ինչ է։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ գաղափարախոսությունը ճարտարապետված է խաղաղության վրա։ Սահմաններում որևէ ռազմական գործողություն այդ ամբողջ ճարտարապետությունը փլվում է։ Իսկ այդ փլվելու ժամանակ ինչ է լինելու, Հայաստանում էլ է քաոտիկ իրավիճակ ստեղծվելու։ Այսինքն այդ քաոտիկ իրավիճակում, հիմա բարձր ասածս ամբողջությամբ այդ քաոտիկ իրավիճակում, այո, նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր համար սպառնալիք է։ Ինքն ամեն կերպ պետք է չեզոքացնի։ Իսկ այս պահին այնինչ կարելի է արդեն տեսնել, հա, ընդդիմադիր դաշտում նշում եմ, որ պիտի խոշոր դաշինքներ լինեն, ցանկալի է, որպեսզի չփոշիանան ձայները։ Արդեն որոշ ուժեր ըստ էության բացահայտ հայտարարել են, ինչ է կատարվում եւ շատ են արդյոք ուժերը, որոնք այսպես այդ երրորդ ճանապարհն են ընտրում։ Այո, ձայն փոշիացնող ուժերը անուղղակի աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ իրենք էլ այնքան անիրազեկ միամիտ մարդիկ չեն, որ չեն գիտակցում իրենց նպատակն ինչ է, էլի։ Իրենք էլ գիտակցում են, որ ասենք իրենց նույնիսկ հարևաններն իրենց չեն ճանաչում, իրենք ընտրական process-ին ինչքան ձայն հավաքեցին, այդ ձայնը փոշիանալու է։ Այս ընտրական օրենսգրքին քիչ թե շատ ծանոթ ենք, պայմանական կարող ենք թվերով խոսել։ Եթե Նիկոլ Փաշինյանը հավաքեց 40% ձայն, երկրորդ ուժը հավաքեց 15%, 15 պլյուս-մինուս ձայն, երրորդ ուժը 15 պլյուս-մինուս ձայն եւ մի հատ էլ 5% մեծ 4 ուժ հավաքեց, որը ամենա իրատեսականն է, էլի, որ մեծ առումով 4 ուժ կարող են բանանել այստեղ եւ կարող է այդ 5%-ը ջոկերն է լինելու, էլի։ Թե ջոկերնով կլինի, արդեն մոտավորապես པարզ է դառնում, էլի։ Կարող են այդ ջոկերը լինի այն մարդով, այդ իր ջոկերությունն արեց, ճակերտավոր ջոկերությունն արեց 23 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Այսինքն վերջին պահին այդպես խիստ ընդդիմադիր կեցվածքով, բայց ամեն ինչ անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Հիմա հետ գանք թվերին, ուրեմն ասացինք 45 մինուս պլյուս 15 կարող ենք ավելի 40% մինուս պլյուս մի հատ երկրորդ ուժին կարող ենք տալ 20, երրորդին 10, չորրորդին 5։ Ուրեմն այս բաշխվածությունն ուր է տանում։ Եղավ 40% պայմանական, 20%, 10%, 75%, ճիշտ է, 25% ձայները փոշիացավ։ Ըստ հավաքած տոկոսների այս ընտրական օրենսգրքով այդ ձայները բաշխվելու է մնացածի վրա ըստ հավաքած տոկոսների։ Այսինքն 25%-ի 40%-ը, 20%-ի 20%, 25%-ի 20% եւ այդպես։ Եվ ջոկերով արդեն հնարավոր է հաղթել եւ վերընտրվել։ Բայց արևմուտքը այս մի սցենարը չունի։ Նախ իրենք կունենան A սցենար, B սցենար եւ C սցենար։ Ըստ որի, տեսեք, A սցենարով իրենք ամեն դեպքում գնալու են միայնակ հաղթելու։ Եթե չստացվի, նոր այս երկրորդ սցենարը կիրագործեն։ Եթե դա էլ չստացվի, հնարավոր է հայտարարեն ռազմական դրություն, չգիտենք։ Պարտության դեպքում մի բան պետք է հաշվի առնել։ Հարավային Կովկասը կառավարում է մի կենտրոնից։ Հիմա աշխարհակահաղականի համատեքստում եւ այդ կենտրոնը աշխատում է Մոսկվայի եւ մասամբ Թեհրանի դեմ։ Հիմա եթե հավաքական արևմուտքի համար ոչ նախընտրելի արդյունք եղավ, իրենք process-ը կանգնացնելու են։ Այս դեպքում Մոսկվան լռելու է կամ ինչ որ բան կարող է անել կամ տեսեք հարցը շատ բարդ է, մենք չգիտենք այդ ժամանակ Մոսկվայի համար ինչ նոր օջախներ կարող է ստեղծեն։ Կարող է չլռել, կարող է լռել։ Չգիտենք ինչ աշխարհակահաղական իրավիճակում ինքը կլինի եւ իր համար ինչ նոր Մոսկվայի համար ինչ նոր խնդիրներ ստեղծած կլինի հավաքական արևմուտքը։ Իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այսինքն այստեղ տեսեք, այս խոսում ենք Թրամփից, այս մասին մենք շատ վաղուց խոսել ենք, այս Թրամփը, որ ընտրվել էր, որ Ռուսաստանի ճակերտավոր բարեկամների մեջ անկեղծ Թրամփին աջակցողներ կան։
Տեսակ առաջի Թրամպիստները ինչպես արձագանքեցին այդ խաղաղության խորհրդին, առանց Ռուսաստանի միանգամից Բելարուսյան արձագանքեց Ղազախստանը։ Դրանով պայմանավորված շատ վտանգավոր իրավիճակ է նաև Ռուսաստանի շուրջ բոլորը։ Շուրջը, հա։ Այս դեպքում մենք փաստորեն անընդհատ ամեն ինչը իրավիճակի հետ ենք կապում։ Այս դեպքում ներքաղաքական դաշտում ինչ պետք է արվի եւ ինչպես կարող է ընդդիմությունը ավելի արդյունավետ դառնալ եւ արդյոք այն քայլերով, որ հիմա մենք տեսնում ենք, կկարողանա ընդդիմությունը արդյունավետ եւ ինչ որ առումով հակակշիռ դառնալ իշխանություններին, մանավանդ արևմուտքի այդ հսկա պլանին։ Ցավոք խնդիրն այն է, ցավով եմ ասում, բայց մեծ առումով խորը բովանդակային տարբերություն չկա։ Այդ բովանդակային խնդիրն է Նիկոլ Փաշինյանին ծնել 18 թվականին։ Այսինքն եղել է նախկինում խորը բովանդակային խնդիր, այս բովանդակային խորը խնդիրը բերել է այս իրավիճակին։ Սրա գիտակցում եւ շտկում չկա։ Այսինքն այդ հոգեվոր մշակութային տարբերությունը չկա մեծ առումով։ Խնդիրը սա է։ Խիստ կենցաղային օրինակ բերեմ։ Վերջերս տեսած, ուրեմն մարդը մի օրեր առաջ պաշտպանում է մայրաթորին, օրեր հետո այդ նույն մարդը, որ ճղճղան ձայնով պաշտպանում էր մայրաթորին, վիդեոներ է հրապարակում Ջենիֆեր Լոպես, Ջեյլոյի համերգից։ Պատկերացրիք։ Սա խորը բովանդակային խնդիր է։ Չի լինում, չի աշխատում այդպես։ Չես կարող այդպես որևէ բան փոխել, քանի որ մեծ առումով բովանդակային տարբերություն չկա։ Ամեն ինչ գալիս է բովանդակությունից, բայց այդ պատճառով մենք հաճախ ենք ասում, չէ՞, ում կարելի է լսել։ Այդ հոգևոր մշակութային այդ բեկումը կարող է մտցնել Միքայել Սերբազանը։ Այո։ Այդ պատճառով ենք հաճախ ասում, լսեք Միքայել Սերբազանին, այդ լույս ցույց տվողը Միքայել Սերբազանն է, որովհետև հոգևոր մշակութային դաշտում ենք պարտվել, դրա համար արդյունքն էս է եղել։ Մենք տնտեսությունով չենք պարտվել, ռազմականով չենք պարտվել, քաղաքականով չենք պարտվել, այդ հոգևոր մշակութայինով ենք պարտվել։ Այդ հայրենիք կոչվածը բաղկացած է հոգևոր մշակութային արժեքներից եւ հետո նոր նյութական արժեքներից եւ այս նյութականը գիտանյութական, ասենք գիտամատերիալիստական, ավելի գիտական տերմինով ասենք, այս տեխնիկական գիտամատերիալիստական արժեքները պետք է ծառայեն հոգևոր մշակութայինին, ոչ թե հակառակը։ Երբ տեղերը փոխում ես, այս է ստացվում։ Այո, մենք կգանք եկեղեցուն, մինչ այդ եկեղեցու դեմ արշավի այս հանգրվանին գոնե, Ազատ, մինչ այդ այսօր մենք զրուցում ենք մեր տեսագրությունից մեկ օր հետո, այսօր երբ եթեր է հեռարձակվում հաղորդումը, բանակի օրն է, տասնամյակներով այսօրը առավոտյան սովորենք մեկս մյուսին շնորհավորել, առավել ևս եթերներում, հիմա մի տեսակ շնորհավորանքի խոսքերը կարծես խամրել են, դժվար է արտաբերել, նույնիսկ չնայած բանակի անցյալին, բայց այն դերը, որ պիտի ունենար, ըստ էության սա էլ կարողացան այնպես անել, որ այլևս չկա, այլևս չունի քո երաշխավորի, քո հենարանի այդ դերը։ Այստեղ էլ է բովանդակային պարտությունը։ Իհարկե, նախ բանակը չգիտեր ինչի համար էր, կամ ինչներ, կամ ինչի համար էր պաշտպանում եւ իր ծառայության այստեղ կարևոր խնդիր կար։ Ծառայությունը փոխվել էր աշխատանքի։ Այսինքն տարիներ առաջ Հայաստանում արդեն մարդը գնում էր ուժային կառույցներում ոչ թե ծառայելու, այլ աշխատելու։ Եվ այդ աշխատելով իր համար փորձում էր ինչ-որ նյութական բարիքներ հետ գցել։ Հենց խնդիրը հենց դա է, ծառայությունը պատահական բառ չի, ծառայությունը տալու մեջ է, ավելի շատ պետք է տաս, քիչ վերցնես, իսկ աշխատանքը հակառակն է։ Ինքը հիմա աստվածաբանական քաղաքական աստվածաբանության մասին արդեն շատ են, չէ՞, սկսել խոսել։ Այս էլ է այս համատեքստում, էլի, աշխատելը դա ինքը կապիտալիստական նոր երևույթ է։ Ծառայությունը դա խորը քրիստոնեական երևույթ էր, տալու մեջ էր, ոչ թե վերցնելու։ Հենց այդպես բովանդակային առումով փոխվեց, ավելի շատ գնաց վերցնելու վրա, քան տալու, արդյունքն էս եղավ։ Այ բանակից խոսեցինք,
Այո, հունվարի 28-ն է, բանակի օրն է, այո, այն ցանկությունը չկա, չես կարողանում, էլի մարմնի կեսը կորցրած ամենամոտիկ հարազատիդ, նույնիսկ ծնունդի օրը չես կարող շնորհավորել, որովհետև տեսնում ես իր վիճակն ինչ է։ Բայց ինչ եղավ։ Ուրեմն մենք ինչու էինք հունվարի 28-ը նշում բանակի օր։ 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության մասին օրենք հրապարակեց, ըստ որով ինչ եղավ։ Արդեն ունեցանք կանոնավոր բանակ, իսկ ինչ ասել է կանոնավոր բանակ։ Ուղղաձիգ կառավարում վերևից ներքև։ Այս ուղղաձիգ կառավարման բանակը Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերին ապամոնտաժել է բանակի կազմակերպումը այդ ժամանակ է եղել, երբ որ ասեց ամեն մեկը ձեր 10 հոգանոց խմբի մեջ կընտրեք մեկին կամավոր, սա բանակի ապամոնտաժման սկիզբն էր։ Հիմա ամսի 27-ը, հունվարի 27-ը, ինչու դարձավ ոչ աշխատանքային օր։ Սա պատահական չէր ընտրված։ Հիմա իրենց էլի անցնենք կրատոլոգիական իմաստասիրությունների։ Ինչի իրենք հունվարի 27-ը սարքեցին ոչ աշխատանքային, որ ժամանակի ընթացքում հունվարի 28-ը հանեն, քանի որ թշնամի երկիրը պահանջել է, որ դուք պետք է բանակ չունենաք։ Այսինքն բանակի օրը ընդհանրապես պիտի հանեն։ Այո, նպատակն է դա։ Հունվարի 27-ը ինչ օր էր։ Ոստիկանական գվարդիայի օրը կդնշեն։ Այո, ինչ օր էր։ Ինչու հենց ընտրվեց, թող ընտրվեր սեպտեմբերի 27-ը կամ ընտրվեր ապրիլի 2-ը։ Ինչի հենց հունվարի 27-ը, որը հետագայում պետք է 28-ը հանի։ Նպատակն այս է եղել։ Այո, 28-ի որովհետև իրենց նպատակ իշխանության մնալն է։ Այս պահին իրենց իշխանությունից հեռանալը կարող է ապահովել Ալիևը։ Սահմանին մի հատ ռազմական գործողություն եւ իրենք կարող են այստեղ իշխանություն կորցնել։ Դրա համար ինչ օրակարգ առաջ քաշեց Ալիևը, իրենք հլու հնազանդ պետք է կատարեն։ Շատ լավ, այստեղ նաև մյուս մի դիտարկում ես տեսա փորձագետներից, եթե ճիշտ եմ հիշում, Արա Պողոսյանն էր գրել, ինչու ոչ սեպտեմբերի 27, որպեսզի նաև Արցախի հետ չկապվի մեր հերոսների հիշատակի օրը։ Այո, նաև, չէ, եթե Արցախի հետ էլ պետք չէր կապնել, թող այլ օր նշվեր, ինչի հենց հունվարի 27-ը։ Շատ լավ, ծառայության ու աշխատանքի մասին զուգահեռ տարանք, ես հիշում եմ Միքայել Սրբազանի այդպես դիպուկ խորը արտահայտությունը, որ ես չեմ ուզում նշել, շնորհավորել մեր գեներալներին, որովհետև իրենք բինոկլով նայում էին, թե ոնց էր Արցախը։ Այսօր մենք տեսնում ենք Արշավի հերթական ագրեսիվ փուլը, բացի մեր արքեպիսկոպոսներից, եպիսկոպոսներից քահանայած դասը հզոր պայքար է մղում, այստեղ հասկանալի է, որ ծառայություն է իրականացվում եւ զինվորի պես կանգնած են մեր քահանաները։ Ուրեմն շատ բարդ այլաբանություն չեմ ասի, պարզ այլաբանորեն կներկայացնեմ, շատ դյուրըմբռնելի եւ դյուրընկալելի կլինի։ Ուրեմն մրջունները փորձում են կաղնու ծառին վնաս տան։ Արդյունքում մրջունները կաղնու բնին իրապես վնաս տվող որդերին են հանում։ Արդյունքում այդ եղավ։ Այո։ Ուրեմն պետք չի նեղվել, որովհետև Առաքյալն ասում էր նեղության մեջ էլ պետք է պարծենալ, քանզի գիտենք նեղությունները համբերություն են բերում, համբերությունը փորձառությունը հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում։ Ինչու ենք ասում Միքայել Սրբազանին հաճախ լսել է պետք, որովհետև մարդկային միտքը էլի Առաքյալից ասենք, աստուծորությունը մարդու տկարության մեջ է ամբողջանում։ Խնդիրը մարդկային լուծման չէ։ Աստծուն պետք է ապավինել։ Եվ խոսքով, եւ գործով պետք է արժանանալ Աստծո ողորմությանը։ Մեր միտքը չի կարող այս իրավիճակից հանել։ Դրա համար երեսներս պետք է թեքենք դեպի Աստված եւ դեպի Աստծուն մոտեցնող մարդկանց հաճախ լսենք։ Այո, Միքայել Սրբազանի տարբեր ժամանակներում, այ հիմա էլ, հա, արդեն 214-15 օր բանտված է, բայց ըստ էության տարբեր տարիների իր խոսքը ամեն օրվա
իրադարձության մասին կարծես ունի հստակ բնորոշում։ Ըստ էության հիմնական ու կարևոր այդ խոսքը լռեցնելն էր սրբազանին բանտելով, բայց խոսքը չեն լռեցրել։ Դե հենց այն այլաբանությանը դառնանք էլի։ Մարմինը բանտեցին, խոսքը տարածեցին։ Չհասկանալով թե ինչ են անում։ Այսինքն երկու առումով իսկապես մարմինը բանտեցին, արդյունքում խոսքը տարածվեց։ Այո, տարածեցին, բայց սրա հետ միասին նաև ինչ վերաբերում է մյուս տիրադավերին։ Այստեղ էլ ես հասկացա, որ այլաբանությունը այստեղ էլ է շատ գործուն։ Ըստ էության մենք կարողացանք տեսնել մեկ ամսվա ովքեր են եկեղեցու բանին իրապես վնաս տվողները։ Ինչ պետք է լինի, այսինքն շարունակությունը եպիսկոպոսատ ժողովի հետ կապված որոշակի նաև այստեղ խոսվում է ամենայն դեպս լրատվամիջոցներում, որ որոշ տիրադավեր հասկացել են, որ այս ճանապարհը երկար չի։ Հետ վերադառնանք այլաբանությանը եւ շատ շարունակենք կարծում եմ։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ Աստծո կամքով դեպի լավն է գնալու։ Եթե այստեղ մենք եւս մեկ այսպես համեմատություն, որ ոչ ոք կներեք, ոչ ոք այդ կամքը չէ ունենա եկեղեցին այդպես մաքրելու։ Չէր ունենա։ Ոչ ոք չէր ունենա այս process-ը։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, չէ՞, ինչքան մարդ դուրս եկավ, ով ինչ կարծիք հայտնեց, ով ինչ արեց։ Ոչ ոք չէր այդ կամքն ունենա, որ եկեղեցին այդպես մաքրեր ներսից։ Այո, սա էլ է։ Սա էլ նորից գալով Միքայել Սրբազանի օվկիանոսը չեն մաքրում, օվկիանոսը ինքնամաքրվելու հատկություն ունի։ Այս համատեքստում պետք է դիտել։ Հենց եկեղեցին այն է, սրանով փաստվում է այն ամենը, որ եկեղեցին մարդածին չի։ Աստվածաստեղծ է եկեղեցին։ Մարդը ինչ պետք է անի Աստծո ստեղծածին։ Աստծո ստեղծածին մարդկանց միջոցով յուրաքանչյուրը իր ուղղությամբ շատ լավ ընտրություններին կարելի ասել, որ եկեղեցին իր դիրքորոշումով այսպես հանդարտ իրականում խանգարում էր ինչ որ առումով Փաշինյանին։ Ընտրություններից առաջ այսքան իշխանությունը ոչ թե ընտրություններին, եկեղեցու գործը հայ ինքնությունը պահպանելն է։ Իսկ այդ համաշխարհային ուժերը, ովքեր խաղացնում են Նիկոլ Փաշինյանին, իրանց թիվ 1 թիրախը ինքնությունները ոչնչացնելն է։ Այս համատեքստում ոչ թե ինքը նեղ քաղաքական մարտավարական խնդիր է, ինքը ավելի խորը, ավելի ստրատեգիկ խնդիր լուծող է։ Կառույցը, ու այս մարդկանց կռիվը դրա համար է եկեղեցու դեմ։ Ուրեմն իրենք միանգամից չէին կարող այդ ամենն անել, հենց Միքայել Սրբազանն էլ է, չի ասում, ոնց եղավ։ Նախ Սփյուռքը բաժանեցին իրարից, նախ Արցախը հանձնեցին թշնամուն, այսինքն Հայաստանի հայոց պետականության անվտանգության բարձիկները իրենք այդ բարձիկները նստացրեցին, որ իրենց ոչ մի բան չլինի, հետո նոր հարձակվեցին վերջնական եկեղեցու վրա։ Բարձիկները չեզոքացնելուց հետո թողեցին մեկ բարձիկ, որ հեշտ լինի, որովհետև գիտեին իրենք ինչ մեծ կառույցի դեմ են դուրս գալի։ Որ տեսեք, նույն տեխնոլոգիան հավաքական արևմուտքն է կիրառում։ Ցանցային տեխնոլոգիա, մեր եկեղեցին էլ է ցանցային կառույցը։ Սիստեմը, այն էլ ինչ սիստեմ։ Տեսնում ենք, չէ՞, հարվածները ոնց է վերցնում հետ տալիս։ Այս վերջին բարձիկը չեն հաջողելու։ Դե հիմա գալիս ենք այն մտքին, որ մարդու ստեղծած չի։ Եթե մարդու ստեղծած լիներ, իհարկե կհաջողեին, բայց մարդու ստեղծած չի այ առաքելական եկեղեցին։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Այո, իրականում շատ կարևոր է ամեն ինչին նայել ավելի այսպես մի քիչ լայն աշխարհայացքը նաև լայնացնելով, մեծ մտահորիզոնով, որովհետև մենք արդեն հոգնել ենք փոքր տվյալ իրադարձությունները արձանագրելուց, դրա մասին խոսելուց ու ասել ինչպես կարելի է Ամերիկան այսպես արեց, ինչպես կարելի է Ռուսաստանը, Իրանը, ներսում մեր զինվորականները, եկեղեցին, մեր
քահանաները իրականում ամեն ինչ պետք է մեկ այսպես մեծ համատեքստում դիտարկել եւ այս դեպքում հասկանալի կլինի, որ շատ կարեւոր է բոլոր բառերից այն կողմ բովանդակությանը մի քիչ ավելի ուշադիր լսել, ուշադիր կարողանալ վերլուծել ի վերջո ինչ է կատարվում, որովհետև այս շրջանում շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը, բայց այստեղ սա կամ նա այս սկզբունքով դատելը խիստ վտանգավոր է։ Պետք է կարողանալ իրականում այնպես անել, որպեսզի այդ գայթակղություններից կամ ամենօրյա նույնիսկ այդ խոսքի մանիպուլյացիայի ենթարկվելուց զերծ մնալ։ Սա բավական դժվար է, քանի որ հիմա խոսքը շատ է, բառերը շատ են, բայց ես կարծում եմ, որ մենք վաղուց ժամանակն է, որպեսզի կարողանանք ընտրել, լսել փորձագետների, ովքեր կարողանում են ոչ թե 1 օրվա, 2 օրվա, այլ մի քիչ ավելի երկար համատեքստում վերլուծություններ անել։ Մենք այսօր զրուցում էինք Ազատ Ադամյանի հետ, այնինչ այսօր կատարվում է, Ազատ Ադամյանը դրա մասին խոսել էր 1 կամ գուցե 2 տարի առաջ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Մենք առաջինը պարտվեցինք հոգևոր մշակութային դաշտում, որին հետևեց ռազմաքաղաքական պարտությունը։